Վանի եւ Արարատի ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ մրցավար Յուրա Մահտեսյանի առաջնորդությամբ։ Ողջունում են ֆուտբոլիստները միմյանց։ Ծանոթանանք թիմերի մեկնարկային կազմերին։ Վանի դարպասը պաշտպանելու է Դանիլա Բոկովը։ Վանը 15 խաղում գրանցել է 6 հաղթանակ, 3 ոչ ոքի, 6 պարտություն, ունի 21 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը։ Հենց Վանի ֆուտբոլիստներն էլ այս հանդիպման առաջին գրոհը ձեռնարկեցին, բայց Բենիկ Հովհաննիսյանի փոխանցումը Մաուրո Դոս Սանտոս Նետոյի ուղղությամբ ուժեղ էր եւ հիմա Արարատի ֆուտբոլիստները առաջին գրոհը կձեռնարկեն այս հանդիպման։ Փոխանցում կենտրոն եւ սա հետաքրքիր էր, բայց Մեյտեն չհասավ Դանիլա Բոկովը տեղում։ Մկոյան պրեսինգ Մեյտեի կողմից եւ սխալվում է Դանիլա Բոկովը ու այստեղ շտկում իր իսկ թույլ տված սխալը ինչ դրվագ էր։ Ռաչումյան, Սոգոդոգո, կրկին Սոգոդոգո, Բենիկ Հովհաննիսյան եւ ստացվեց հարված, իհարկե Բենիկը առաջին հերթին փորձում էր։ Եվ այդ տարբերակներով փորձերը քիչ չէին ամեն դեպքում, շարունակությունը այդքան էլ լավը չէր։ Արված է հետևում, հենց Բոկովի դարպասին լավն էր հնարավորությունը։ Սոգոդոգո, այսա շատ լավ հնարավորություն է Արարատի համար, Յայա Սոգոդոգո եւ փոխանցում է կատարում ու փրկում է Իրայր Մկոյանը վնասվածքի գնով։ Գավաթի խաղարկությունում 4 հանդիպում տեղի ունեցավ, 1 խաղ։ Նախ տեսեք, Վանը վերջապես գոլ խփելու լավ հնարավորություններ եւ լավ փոխանցում է հետևում։ Աբուբակար Օտարայի ուղղությամբ Մեյտե կենտրոն Լուլուկյան, Սոգոդոգո եւ փրկում է Դանիլա Բոկովը։ Ֆուտբոլիստները Հովհաննիսյան չկա արված առայժմ։ Լավն էր փոխանցումը, շարունակությունը նույնպես եւ փրկում է Արթուր Քարտաշյանը, այստեղ էլ կար ամեն դեպքում խաղից դուրս։ Բայց հիմա սխալվում են Արարատի խաղացողները, Բենիկ Հովհաննիսյան փորձեց գեղեցիկ գոլ խփել։ Եվ կրկին սխալվում է Անզիմատի Աբուդուն, բացվում է հաշիվը, Վանը առաջ է անցնում 76-րդ րոպեին եւ Մաուրո Բենիտո Դոս Սանտոս Նետոն առաջին գոլն է խփում Չարենց Ավանյան թիմում։ Այո, այսպես պատահում է առաջին կեսում, Բոկովը սխալվեց, սակայն տեն չօգտվեց, հենց Բոկովը փրկեց այդ վիճակում, տվյալ իրավիճակում։ Իսկ այժմ քիչ առաջ ընդամենը Անզիմատի Աբուդուն սխալվեց, Բենիկ Հովհաննիսյանի հարվածը բարձր էր եւ երկրորդ դրվագում անընդմեջ նույն սխալը թույլ տվեց Արարատի դարպասապահ, որի մասին ընդամենը 1 րոպե առաջ էի խոսում ասելով, որ շատ քիչ է խաղի մեջ այսօր։ Եվ այստեղ էլ Բենիկ Հովհաննիսյանն էր մոտակայքում, գոլային փոխանցում կատարեց։ Վանը 75 րոպե չունենալով գետ 1 գոլային պահ 76-րդ րոպեին հաղթողի կարգավիճակ ունեցավ, այսպես։ Իսկ Արարատը 2 շատ լավ հնարավորություն ունեցել էր։ Մեկը առաջին կեսում, մեկը երկրորդ։ Բենիկ Հովհաննիսյան ու եւս մեկ շատ վտանգավոր գրոհ, Դավիթ Կրասովսկի մտնում է Տուգանային հրապարակ, Կրասովսկի փրկում է այս անգամ Անզիմատի Աբուդուն։ Հիմա հենց Օբինան է գնդակով փոխանցում կենտրոն եւ հաշիվը հավասարվում է 1-1։ Օբինա, ինչ վտանգավոր արված էր։ Բենիկ Հովհաննիսյան եւս մեկ ստանդարտ արդեն Վանի օգտին, Հովհաննիսյանը հարվածում է եւ տեղում է Անզիմատի Աբուդուն։ Դոմբիլա, ներողություն, այստեղ։ Այո, Կլինտոն Դոմբիլան էր եւ 11 մետրանոց է վաստակում։ Խալիֆալա Դումբիա եւ գրավում է դարպասը 2-1։ Իսկապես հրաշալի դասավորվեց ամեն բան։ Այստեղ էլ շատ վտանգավոր դիրքում խախտում։ Հովհաննիսյան հարվածում է, փակեց Օբինան անկյունային։ Վերջ ավարտված է հանդիպումը։ Արարատը հաղթում է Վանին